Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մեր ազգային անվտանգության կոմիտեն շատ լուրջ ձևով զբաղվի որոշ մարդկանցով, այս խմբի ղեկավարով եւ իր օգնականով, որը արդեն որ երրորդ անգամ մեր երկիրը ուզում է դարձնի գուբերնիա, ուզում է իր ռուսաստրուկ լինելով, ռուսաստրուկ, ռուսի ձեռքերը եւ ուրիշ որոշ բաները պաչող, որ երրորդ անգամ մեզ ցանկանալով դարձնել գուբերնիա, ենթարկել Ռուսաստանի ազդեցությանը եւ ենթարկել գիբրիդային պատերազմի, չնայած երևի չգիտեն գիբրիդ բառը ինչ է նշանակում, Ռուսաստանի կողմից արդեն որ երրորդ անգամ գնում է նախքին KGB-ի գնդապետի հետ հանդիպում է շատ ջերմ պայմաններով եւ գնում է իրեն հավաստիացնում է, որ մենք իդեպ մնում ենք Ռուսաստանի ընկերը, բարեկամը եւ ուզում ենք դառնալ Ռուսաստանի գուբերնիա։ Արդեն որ երրորդ անգամ պետք է հետաքննել այս հարցը եւ պարզել, արդյոք այս մարդը ագենտ չի, Ռուսաստանի KGB-ի ագենտ չի, չնայած KGB չկա Ռուսաստանում։ Ասենք FSB-ի ագենտ, մի մարդ, որը անընդհատ գնում է ինչ-որ նորություններ հայտնի, գաղտնի նորություններ հայտնում Մոսկվայում, մեր երկրի սուվերենությունը զոհաբերում է, ենթարկում է մեզ Մոսկվայի ազդեցության, անընդհատ, այն էլ ընտրություններից առաջ։ Իմ կարծիքով պետք է այս հարցով զբաղվի մեր ազգային անվտանգության կոմիտեն, ինչքան կարելի է։ Սա ակնհայտ KGB-ի ագենտ է, ակնհայտ Ռուսաստանի ագենտ է, մի մարդ է, որը ուզում է, որ Ռուսաստանը խառնվի մեր ընտրություններին, գիբրիդային պատերազմ վարի մեր դեմ եւ մենք դառնանք նորից այն վերադառնանք մի խայտարակ վիճակին, երբ մենք Ռուսաստանի գուբերնիա ենք։ Նա ուզում է մեզ դարձնի Ռուսաստանի գաղութ։ Իմ կարծիքով անպայման պետք է այս հարցով զբաղվենք։ Եվ հետո սպասենք մինչև այս մարդը եւ իր մերձավորները գնան Եվրոպա եւ սկսեն ճիշտ հակառակը անել, հակառակը ասել եւ ուրիշներին մեղադրել, որ մենք ենք Ռուսաստանի ագենտներ։ Այստեղ սկզբից պետք է այս գործով զբաղվի ազգային անվտանգության կոմիտեն, իսկ դրանից հետո Հայաստանի հոգեբուժների միությունը։ Իմ կարծիքով անպայման պետք է այս հարցով զբաղվի։